Ասա, ավանակը շատ վատ բան է։ Ինչ ես ասում, սիրելիս, ավանակը շատ գեղեցիկ բան է։ Զարմանալի է, այդ դեպքում ինչու։ Մայրիկ, ես գնացի դպրոց։ Բարև ձեզ։ Բարև։ Նստեցեք։ Սկսում ենք անցած դասի կրկնությունը։ Ինչ կա իշուկ։ Ասացեք, խնդրեմ, ավանակը շատ վատ բան է։ Դե գիտես, Դե ինչ լավ բան կա, երբ քեզ ավանակ են անվանում։ իսկապես, ինչու։ Որովհետև այսպեսի մի արտահայտություն կա հիմար, ինչպես ավանակ։ Բայց ուրիշ արտահայտություններ էլ կան։ Օրինակ, վախկոտը ինչպես նապաստակը։ Կամ չարը ինչպես գայլը։ Դանդալոշ ինչպես արծը։ Կամ խորամանկ ինչպես աղվեսը։ Ինչ ասացիր։ Դուրս կորիր դասարանից, հանդուգն տղա։ Բայց չէ, որ դրանք սխալ արտահայտություններ են։ Դուրս։ Իսկ հիմա մենք հաշվել կսովորենք։ Ինչպես է կոչվում այս գիրքը։ Այս գիրքը կոչվում է 1, 2, 3։ Ճիշտ չէ, դու ինչ կասես Գայլուկ։ Ես կասեմ 4, 5, 7։ 2 տարի սովորում ես առաջին դասարանում եւ նույնիսկ հաշվել չգիտես։ Գոր շանսնավորություն։ Սա կոչվում է անտարային բարձրագույն թվաբանություն։ Լրություն պատմանեք։ Ահա ձեզ մի խնդիր։ Արջը ուներ 3 գազար։ Մեկն առաջարկեց նապաստակին, նապաստակ, մյուսը գայլին, երրորդը վագրին։ Քանի հատ գազար մնաց արջի մոտ։ 3 0 հատ, քանի որ ոչ ոք գազարից չի հրաժարվի։ Գայլուկ։ Գայլն ու վագրը նախընտրում են միսը, ուրեմն արջի մոտ 2 գազար մնաց։ 2 գազար։ 2 Ճիշտ է։ 2 գազար։ Կուկու։ Հիմա անցնենք անտարային քերականությանը։ Արջուկը պետք է կարողանա ճիշտ գրել մեղր, գայլուկը միս, իսկ նապաստակը գազար բարեր։ Գոնե սիրած բաները պետք է ճիշտ գրել իմանալ։ Գայլուկ, այդու։ Այ։
ստիպված ենք անցնել սխալների ուղմանը։ Ինչ արած ուշող, դուրս արի։ Պարզվում է, որ որոշ արտահայտություններ իրոք ճիշտ չեն։ Ցտեսություն երեխաներ, դասերը վերջացան։ Տեսություն։ Ես ամեն աշխատանքի էլ լավ գիտակ Եվ տեսակ արջից գայլից էլ ընդունակ եմ Կես խոսքից ես գուշակում եմ և տաղանդը զարգացնում եմ երջանիկ եմ Որ ապրում եմ Ով խոսքին իմ կասկածի Թե կարող է թող մրցի Հասակից դեր մանկական Թանկ է պարքը պապական Եվ ուսումը